Քաղցկեղի դեմ երկարատև բուժումներից հետո դերասան Խաչատուր Հունանյանը կրկին վերադարձել է Գերմանիա, որտեղ կանցնի հերթական ստուգումները, որպեսզի հասկանալի լինի, թե տևական բուժումները ինչ արդյունք են տվել են այդ արդյունքը, թե ոչ։ Առաջարկում ենք դիտել հերթական տեսանյութը, որը դերասանը հրապարակել է Գերմանիայից։ Ողջույն, իմ սիրելի բարեկամներ, հետևորդներ, հուսամ լավ եք բոլորդ։ Ես կրկին այսօր գտնվում եմ Մյունխենում, երկուշաբթի օրը հանդիպում եմ բժիշկներին արդեն նոր հետազոտությունների համար և երեքշաբթի օրվանից ինձ թվում է սկսենք արդեն նոր ռադիացիոն կուրս։ Ահագին ժամանակա եթեր չէի բարձրացել, բայց ասեմ, որ Հայաստանում էի գտնվում, որոշեցի մի քանի մասնագետ տեսնեմ թոքերի հարցում, բայց խորհրդակցեցի թե Ամերիկայի պրոֆեսորի հետ, թե ստեղ Գերմանիայի պրոֆեսորի հետ և ինձ խորհուրդ տվեցին չշտապել Հայաստանի հարցում, որովհետև արդեն ընտրված կուրս կա, որ ես ընդունում եմ քիմիայի դեղերի և ռադիացիաների հետ, այսինքն պետք է այս ամեն ինչը ավարտվի, որպեսզի չխառնվի ամեն ինչ իրար։ Դրա համար չարեցի նման բան։ Ընթացքում հասցրեցինք շատ ավելի լավ բան անենք, մենք շատ փոքր մասայով մեր ընտանիքի, կարելի ասել մի 10 հոգով կնքեցինք տղայիս և աղջկաս, նաև եղբորս տղային և աղջկան, հայկական ավանդական եղանակով, առանց որևիցե քեֆերի և այսինքն դրսի աշխարհին ցույց տալու, որ մենք երեխաներին կնքում ենք։ Այցելեցինք շատ եկեղեցիներ, մատուրներ, խմեցինք ջրեր այնտեղից։ Մի խոսքով վայելեցինք Հայաստանը ճիշտ է կարճ ժամանակով, մի 10 օրով, բայց տպավորիչ էր։ Ասեմ, որ այցիս 5-րդ օրը ինձ մոտ եղավ թոքաբորբ, շատ վատ և շատ վատ բաներ էր մտքովս անցնում, որ կապված է քաղցկեղի հետ, արյան արտադրություն եկավ, մտածում էի, որ կապված այդ ամեն ինչի հետ, բայց չէ, տաքությունս հանկարծ բարձրացավ 38 աստիճան ու ես հասկացա, որ մինուս 15 աստիճան ցրտի ժամանակ Կալիֆոռնիայից եկած յուրաքանչյուր անձ սյուրպրիզի է գալիս ու ծուր Հայաստանը ասում է բարի գալուստ Հայաստան, լեռնային գոտիներում։ Մենք կայանել ենք Հրազդանում է շատ ցուրտ է, աստիճանների տարբերություն կա Երևան-Հրազդան։ Բարեբախտաբար դեպի լավն ենք հիմա գնում և տեսնենք ինչ կլինի այստեղի բուժման արդյունքները։ Հուսամ դուք էլ լավ եք, շատ բան չկա իրականում ասելու, բայց ընդհանրապես կուզեմ մի թեմայի անդրադառնամ։ Վերջի տվածս The Community կայքին տված հարցազրույցը շատ մեծ արձագանք է բարձրացրել, հարուստ հայեր, նոր հայեր, չգիտեմ, North Hollywood, Glendale, շողջան թեթև տարեք էլի, ձեր կոմենտներում քրվում եք իրար, չգիտեմ ինչեր եք անում։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ մնա կոռեկտ, ամեն ինչ մնա լավ, մարդիկ իրականում ավելի բարդ խնդիրների առաջ են հիմա կանգնած, ես փորձում եմ այնպես անեմ, որ բոլորը ժպտակ լավ լինի, նեգատիվ չտրամադրվեք, պոզիտիվը տիրի, բայց էլի հասկանում եմ, որ ինչ-որ մի հատ մասսա ունենք մենք, ովքեր ամեն ինչ անում են դեպրեսիա ստեղծելու համար։ Հարգեք իրար ընդհանրապես այդ։ Ինչ ասեմ, լավ եղեք, ես էլի եթեր կանեմ այս 2 օրը, մինչև հասկանում ինչ այստեղ շաբաթ օր այսօր, վաղը կիրակի կհանգստանանք, երկուշաբթի օրը արդեն կսկսի հիվանդանոցային մեր արկածները։ Համբուրում եմ բոլորիդ, սիրում եմ, Աստված բոլորիդ պահապան։ The Community հաղորդման հերթական զրուցակիցը դերասան Խաչատուր Հունանյանն է։ Starnews.am հետևեց զրույցին, որի ընթացքում դերասանը բաց ու անկեղծ խոսեց իր ծննդավայրի մանկության, Միացյալ Նահանգներ տեղափոխվելու և այնտեղ կարիերա ստեղծելու ճանապարհի մասին։ Զրույցը, սակայն, առավել խորքային և հուզիչ դարձավ այն պահին, երբ անդրադարձ եղավ դերասանի առողջական վիճակին և քաղցկեղի դեմ իր պայքարին։ Վերջին ամիսների ընթացքում համացանցում ակտիվորեն քննարկվում էր Խաչատուր Հունանյանի հիվանդության թեման, ինչի կապակցությամբ հաղորդավարի հարցին դերասանը մանրամասն ներկայացրեց իր բուժման ընթացքը։ Նրա խոսքով, մինչև Գերմանիա մեկնելը վիճակը բավականին ծանր էր։
Քաղցկեղն ազդել էր ոսկրային համակարգի վրա, ինչի հետևանքով քայլելն ու շարժվելը զգալիորեն սահմանափակվել էին, սակայն Գերմանիայում ստացած բուժումը, ռադիացիաներն ու համապատասխան բժշկական միջամտություններն արդեն տվել են իրենց դրական արդյունքը։ Դերասանը նշեց, որ այժմ ինքնազգացողությունը օրեցօր բարելավվում է, թեև փետրվարին նրան սպասվում է հերթական ստուգումը։ Հասկանալու համար բուժման հաջորդ փուլերը։ Չնայած անցած դժվարություններին, Խաչատուր Հունանյանի խոսքից զգացվում էր անսասան հավատն ու հույսը։ Զրույցի կարևոր առանցքներից մեկը Խաչատուր Հունանյանի հոգեվիճակն ու տրամադրվածությունն էր։ Նրա խոսքով ամենակարևոր գործոնը հիվանդության ընթացքի վրա մարդու մտածողությունն է։ Քաղցկեղը մահապատիժ չի, դա վճիռ չի ոչ մեկի համար։ Քաղցկեղի բարդացման ամենամեծ պատճառը մարդու տրամադրվածությունն է այդ հիվանդության հանդեպ։ Գերմանիայում ես մի բան սովորեցի. դա կարելի է ընդունել գրիպի պես հիվանդություն։ Պարզապես չպետք է ներշնչել ինքդ քեզ, պետք է լավատես լինել, ասաց նա։ Խաչատուր Հունանյանի խոսքով, եթե մարդը ցանկանում է ապրել, հավատում է և չի հանձնվում, ապա հիվանդությունն աստիճանաբար նահանջում է։ Հավելենք, որ դերասանը նաև իր սոցիալական հարթակներում պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որոնցից մի քանիսն առաջարկում ենք դիտել հենց այս հոլովակում։ Գելի հետևորդներ, սիրելի բարեկամներ, իմ շատ սիրելի հայ ազգ, ասեմ, որ ես գտնվում եմ Հայաստանի Հանրապետությունում, քաղաք Հրազդանում, իմ հայրական տանը, ժամը գիշերը 3:40 է, ես ռեժիմս չի կարգավորվում, քնում արտանում եմ, մինչև հասկանամ ռեժիմս երբ է դասավորվելու ճիշտ։ Հուսամ բոլորդ լավ եք, երկու բառով ուզում եմ շփվեմ ձեզ հետ իմ հետագա պլանների մասին։ Երկուշաբթի օրը պետք է գնամ հիվանդանոցներ, մի քանի, այդ թվում Էրեբունի հիվանդանոց, Միքայելյան հիվանդանոց և պետք է հանդիպեմ որոշ մասնագետների, որպեսզի հասկանանք ինչ ենք անելու իմ թոքերի վրա հայտնված մետաստազիկ քաղցկեղի հարցով։ Ասում են, այստեղ շատ լավ բաներ կա, հիմա տեսնենք։ Դա դեռ ուղղակի կարծիքի մնալու համար եմ գնում։ Հաջորդիվ պլանները լինելու են ամսի 12-ին Գերմանիա մեկնելս, բայց մինչև այդ ասեմ, թե ինչ է կատարվել ամսի 20-ին իմ ռենտգենի պատասխանների հետ կապված։ Ուրեմն ուղեղի մեջից վերացել է մետաստազը, բայց ոսկրային գոյացություն է տեղի ունեցել։ Այս հատվածում գլխացավեր ունեի ու հիմա էլ ունեմ, որտեղ ինչ-որ մի բան վերանում է, տեղը ոսկոր է լցվում, սենց բացատրեցին ինձ ավելի ճիշտ, ես չգիտեմ բժշկական տերմիններով դա ոնց ասեմ, բայց դա նաև ուզում է ինչ-որ միջամտություն։ Սակայն այդ ամեն ինչը Գերմանիայում արվելու, պետք է հետազոտեն, հասկանանք ինչը ոնց է։ Ուրեմն որոշ տեղերից ուսիս մասից մի քանի բան վերացել է, հետաքաշվել, բայց կա նաև գոյացություն, որ չնչին մի 1-1.5 մմ-ով գնացել է առաջ, նաև կոնքիս վրա նոր գոյացություն կա, որ գնացել է առաջ, դե գիտենք, որ մետաստազիկ քաղցկեղը ինքը տարածվող բնավորություն ունի ու երբեք չես իմանում, թե որտեղ է սյուրպրիզի բերելու քեզ։ Համենայն դեպս կան գոյացություններ նորից, այսինքն պահանջվելու է երկրորդ ռադիացիոն փուլ, պետք է ստանամ ռադիացիա եւ ցանկալի է, որ անեն դրանք նույն բժիշկները, ովքեր արել են հենց առաջինը եւ դա էֆեկտիվ է եղել շատ, այսինքն ես մեկնելու եմ ամսի 12-ին Գերմանիա, որպեսզի ստանամ այդ բուժման երկրորդ կուրսը։ Այդտեղ մի թեմայի շուրջ էլ ասեմ մի բան, որ ինձ գրում եք, որ City of Hope հիվանդանոցի մասին խոսում եք նեգատիվ, մենք ունենք բարեկամ, ով ապաքինվեց, այնտեղ մենք այս հարցում չենք կարող համակարծիք լինել, որովհետև որոշ մարդկանց դեպքում դա աշխատել է ճիշտ, իմ դեպքում չի աշխատել ճիշտ, դրա համար ես ընդհանրապես ասում եմ իմ կարծիքը։ Այսինքն կա լույս եւ կա մութ։ Ձեզ մոտ ստացվել է, իմ մոտ չի ստացվել, բայց ես այս ամեն ինչը հաշվի առնելով ցանկանում եմ բոլորին առողջություն, ես կցանկանամ, որ յուրաքանչյուր մարդ չհասնի դրան, որ գնաք հիվանդանոց, ասենց ասեմ, ապաքինվեք մինչև հիվանդանոց գնալը։ Բայց հիմա իմ դեպքում սենց է ստացվել ու ես ընդհանրապես հայտնում եմ իմ կարծիքը եւ կարող է դա ինչ-որ մեկին օգուտ տա, կարող է ինչ-որ մեկին չտա, բայց ամեն դեպքում համակարծիք այս հարցում չեն կարող ունել, բոլորի դեպքում ուրիշ է։ Օրգանիզմները տարբեր են, մարդիկ տարբեր են, յուրաքանչյուրիս սիստեմը ուրիշ ձև է աշխատում,
նյութափոխանակություններ ուրիշ ձև են աշխատում, այնպես որ լինել ոչ մենք ապակինվել ենք, տենց մի ասեք, լավ, այսինքն ձեզնից է խնդիր, ինձանից չի խնդիր, ես արել եմ ամեն ինչ որ ինձ ասել են, իրանք տվել են այն դեղորայքի, ինչ որ ես ընդունել եմ, իրանց ասածով եմ արել, բայց արդյունավետ չի եղել ոչ մի բանը, բնականաբար ես պետք է արտահայտեմ այդ կարծիքը ու դրա համար որ գնում եմ օտար երկրներ, այսքան ճանապարհներ, դժվարություններ ու բարդությունների մեջով անցնելով փորձում եմ կռիվ տալ նրա համար, որպեսզի շարունակեմ ապրել եւ մեծացնեմ իմ երեխաներին։ Բնականաբար այս ամեն ինչը դրա համար է արվում։ Հաջորդ հարցը դրամահավաքի հետ կապված բացվել է նոր GoFundMe հաշվի համար, հղումը ես կթողեմ իձոյի վրա, հարցնում եք իմնա թե չէ, այո իմնա, ես եմ բացել, որտեվ սա ծախսատար պրոցես է, ճանապարհորդություն, հիվանդանոցների բուժման փողեր, ամեն ինչը շատ թանկ է։ Ամենայն դեպս ես նորից կոչով դիմել եմ ժողովրդին օգնության համար, նախորոք շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր արդեն իսկ մասնակցում են այս ամենին։ Սա պարտադիր չի, ովքեր չեն կարողանում ինչ-որ մի բան անել կամ ուզում են ու չի ստացվում, ես ձեզանից եմ շնորհակալ, բոլորից եմ շնորհակալ։ Ուզում եմ ասել, որ դա այո մեր կողմից է բացվել ու այդ հղումները ինչ որ դրված են իմ սայթում, իմ Instagram-յան էջում, դրանք վերաբերում են ինձ։ Նախորոք շնորհակալություն եմ հայտնում, Աստված բոլորիս հետ, մենք այս ամեն ինչը արդարելու ենք, մտածում ենք պոզիտիվ եւ ցանկանում ենք աշխարհի բոլոր հիվանդներին առողջություն։ Աստված ձեզ հետ ու մեզ հետ։